Փետրվարի 9-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբոր Գևորգ Ներսիսյանի եւ նրա որդու Համբարձում Ներսիսյանի գործով դատական հերթական նիստը։ Հիշեցնենք, Ներսիսյանները ձերբակալվել են 2025 թվականի նոյեմբերի 2-ին Վաղաշապատ համայնքի ընտրարշավի ընթացքում ընտրական քարոզչության նիփր խոչընդոտելու մեղադրանքով։ Հանրապետություն կուսակցության անդամի հաղորդման հիման վրա հարուցված այս քրեական գործը քննչական կոմիտեն ավարտել է 2 շաբաթվա ընթացքում եւ ուղարկել դատարան։ Դուք հաղորդում տալու օրը Գառնիկ Ղազարյանի կողմից ոստիկանությունը եղել է թե ոչ, չեմ հիշում։ Դատարանը Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 1 ամսով կալանքը, որը հետագայում երկարաձգվել է եւս 2 ամսով։ Հիմա ես որ նույնիսկ եթե ասեմ էլ որ այս գործի մեջ քաղաքական կոմպոնենտը բացակայում է, կարծում եմ բոլորի համար դա առնվազն ծիծաղելի կթվա ու ես քիչ առաջ ասեցի, չէ, այս գործով հանցադեպն է բացակայում ու նման պարագայում անձանց կալանավորել տևական ժամանակ պահել անազատության մեջ, կարծում եմ որ այդքան էլ պետք չի մասնագետ լինել, որ հետևություններ անենք։ Վաղաշապատ համայնքի Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը քրեական այս գործի համար հիմք դարձած միջադեպին ներկա չի եղել։ Իսկ միջադեպ կոչվածը այն է, ինչ արձանագրել է տեսախցիկը, որտեղ իբրև թե քարոզարշավին խոչընդոտող հանգամանք կա։ Հարություն Մկրտչյանը հարցաքննության ընթացքում մի քանի անգամ հերքեց ու հաստատեց, որ ինքն է ուղղորդել գործընկերներին ցուցմունքներ տալ հանցագործության մասին։ Փաստաբաններն արձանագրեցին, որ նրա ցուցմունքները հակասում են գործով անցնող մյուս վկանների ցուցմունքներին։ Մենք մի կերպ հնարավորություն ունեցանք հարցաքննելու Հարություն Մկրտչյանին, որովհետև մի քանի դատական նիստ ըստ էության իմ գնահատմամբ նա խուսափում էր դատարան ներկայանալ, տարաբնույթ պատճառներով, ըստ էության դուք էլ ականատես եղաք, որ դատարանում նա որևէ հոդաբաշխ բացատրություն չտվեց, որ ծանուցված լինելու պայմաններում ինչի չի ներկայացել հարցաքննության, բացի դրանից նախորդ դատական նիստին ուղղակի այսպես բանավոր մակարդակով ոստիկանության կողմից տեղեկություններ տրվեցին դատարանին, դատարանը հրապարակեց, թե իբր նա գտնում է Ջերմուկ քաղաքում եւ հնարավորություն ունի դատարան ներկայանալու, այնուամենայնիվ ցուցմունքի բովանդակության վերաբերյալ հետևությունները թողնում եմ ձեզ, իմ կարծիքով իրականության հետ առնվազն կապ չունեցող կամ իրավիճակը փրկող ինչ-որ ցուցմունքներ է տալիս, որովհետև նույնիսկ եթե դատարանում Հարություն Մկրտչյանը չի արտահայտվում, բայց այնուամենայնիվ բոլորին լայն հասարակության լայն շրջանակներին հայտնի է, չէ, որ այս գործը, այսպես ասած, կառուցվել է իր Facebook-յան ոչ օբյեկտիվ, հրապարակումների արդյունքում։ Պաշտպանական կողմը համոզված է հանցադեպի բացակայությունն ու գործի նյութերում առկա բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների նկատմամբ քրեական հետապնդումն անհիմն է։ Առնվազն կարող ենք արձանագրել, որ նման շինծու ու ապօրինի գործով այսօր 2 անձ գտնում է անազատության մեջ ու կարելի ասել, որ այս այն յուրահատուկ դեպքերից մեկն է, որ ոչ թե կա ինչ-որ միջադեպ արարք, այլ այստեղ առհասարակ հանցադեպն է բացակայում, այստեղ հանցագործության դեպք գոյություն չունի։ ՎԿ Հարություն Մկրտչյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստում, որը նշանակված է փետրվարի 17-ին ժամը 15-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։